Ողջույն բոլորին։ Ավարտին հասցրեցի եւս մեկ տրանսֆորմացիոն էտապ, որը մինչ այժմ եղածներից ամենահզորն էր, ամենակարևորներից մեկը, ես կասեի, ամենաուժեղը, որը հենց իմ ներսի եսի եւ արտաքին էգոյի տրանսֆորմացիային էր վերաբերվում։ Ճանապարհը շատ երկար էր, շատ քարքարոտ, բայց եւ այնպես հեշտությամբ հաղթահարելի։ Հարազատներս, այս մոտավորապես 2 ամսվա ընթացքում ձեզանից շատերը դիմեցին, որպեսզի աշխատեմ ձեր հետ, որպեսզի օգնեմ ձեզ, բայց շատերիդ չկարողացա, որովհետև օգնում էի ինքս ինձ, շատերիդ էլ կարողացա հատկացնեմ ժամանակ, որովհետև այդ պահին ճակերտների մեջ ասած ներսիս եսը այդպես ուզեց։ Նախ ամենաառաջինը ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցդ, ովքեր որ վստահում եք ինձ, ովքեր որ պատրաստ են թեկուզ իմ միջնորդությամբ իրենց կյանքում ինչ-որ մի բան փոխելու եւ առաջ շարժվելու։ Դա շատ կարեւոր եւ շատ հետաքրքիր էտապ է, շատ կարեւոր եւ շատ հետաքրքիր։ Շատ կարեւոր հենց ձեր համար, յուրաքանչյուրիդ համար որպես անհատ, բայց հետաքրքիր որպես ճանապարհ, որի մեջով որ անցնում ենք մենք բոլորս։ Ուրեմն մեր կյանքում մենք արդեն բոլորս գիտենք, որ ամեն ինչ որ տեղի է ունենում զուտ նրա համար, զուտ եւ միմիայն, որովհետեւ մենք դրա մասին գիտենք, որովհետեւ մենք գիտենք, որ դա այդպես է լինելու, որովհետեւ մենք դրան ուշադրություն ենք տալիս։ Եվ ամենակարևորը, որովհետեւ մեր ենթագիտակցության մեջ դա որպես ծրագիր արդեն արկա է, արդեն գրած է եւ այն այնտեղ գոյություն ունի։ Հարազատներս, դրսում տեղի ունեցող յուրաքանչյուր հանգամանք, որը որ դուք տեսնում եք ձեր շուրջ, թե լավ, թե վատ, թե բարի, թե ուրախ, թե տխուր, դա կլինի ֆինանսական մեծ հաջողություններ կամ հակառակը կորուստ, դա կլինի առողջության խնդիր կամ հակառակը առողջանալ, դա կլինի ընտանեկան կամ շրջապատի հետ կապված հարաբերությունների կամ ձեռքբերում կամ կորուստ։ Այդ բոլորը տեղի են ունենում դրսում ձեր հետ միմիայն նրա համար, որովհետև դուք ձեր ներսում ունեք տվյալ հանգամանքին համապատասխան իմացություն, գիտելիք, էմոցիա, ծրագիր, ոնց ուզում եք կոչեք դրան։ Անունները փոխելով ենթագիտակցության կարևորության դերը եւ կատարածման դերը ոչ մի կերպ չի փոխվում։ Հանգամանքները, որոնք որ մենք տեսնում ենք դրսում, դրանք ընդհանրապես հետևանքներ են։ Հետևանքներ, որոնց պատճառը որ մեր ներսում է, մեր հոգու խորքում է, մեր ենթագիտակցության մեջ է, ինչի՞ չէ նաև մեր ճանապարհի համար է, այսինքն այն ճանապարհը, որով որ մենք հիմա անցնում ենք եւ պետք է անցնենք, բխում է մեր ներսից, հոգու խորքից, ճակերտների մեջ, որը որ հենց ենթագիտակցության կառուցողական եւ նաեւ քայքայիչ հանդիսացող ծրագրերն են։ Ինչի կառուցողական եւ նաեւ քայքայիչ, որովհետեւ երբ որ արարիչ ստեղծել այս ամեն ինչը, տվել է մարդուն բանականություն, տվել է մարդուն միտք, ուղեղ մտածելու հնարավորություն, տվել է նաեւ մի հատ շատ կարեւոր
անգիտակից ուժ, որտեղ որ այդ բոլորը այն ինչ որ մարդու աչքը տեսնում է, ականջը լսում է, մարմինը զգում է, դրանք բոլորը վարկյանների, միլիվարկյանների ընթացքում ծրագրավորվում են ենթագիտակցության մեջ որպես հիշողություն, համոզմունք, նպատակ, կյանքի ապրելու ճիշտ կամ սխալ ձև եւ այդ ամբողջի իմաստ տվողը միայն ու միայն դուք եք, մարդիկ, մենք, բոլորս, որտեղ որ մեր ուշադրությունն է, այնտեղ էլ արդյունքն է, այսինքն ուշադրության շնորհիվ հոսում է ամբողջ մարմնի էներգիան կոնկրետ այն հանգամանքին, որտեղ որ մեր մտքի ուշադրությունն է, իսկ որտեղ որ մտքի ուշադրությունն է եւ որտեղ որ հոսում է մարդու մարմնի ողջ էներգիան, այնտեղ էլ տեղի ունենում արդյունքը։ Բացատրեմ մի հատ շատ կարճ օրինակով այս ասածս։ Պատկերացրեք, պարկել եք քնելու եւ չգիտեք ինչ երազ եք տեսնելու։ Իրոք չգիտեք ինչ երազ եք տեսնելու, որովհետև երազները ոչ մեկ չի կարող ասի, թե ինքը ինչ երազ է տեսնելու։ Դա տեղի է ունենում ենթագիտակցության եւ գիտակցության այսօրվա կամ ապագայի մտքերի կամ անցյալի մտքերի հիման վրա, այսինքն ենթագիտակցությունը ստեղծում է մեր մտային հարթակում երազներ, որոնք որ տեղի են ունենում հիմնված մեր օրվա, ամբողջ օրվա կամ տարվա կամ ընդհանրապես ամբողջ էության մտքերի վրա։ Այն մտքերի, որոնք որ կամ կառուցողական են, կամ քայքայիչ։ Երազների մեջ եւս ոչ մեկ իհարկե են մարդիկ բացառությամբ, ովքեր որ գիտակցված են տեսնում երազներ, բացառությամբ այդ մասային մնացած բոլորը, ովքեր որ տեսնում են երազներ, իրանք չգիտեն այդ երազները որտեղից են առաջանում, ինչի հաշվին են առաջանում, ինչ են տեսնում իրանք այնտեղ, խի են տեսնում իրանք այդ ամենը։ Այդպես էլ անգիտակից հարգելիներս տեղի ունենում մեր կյանքը։ Այսինքն մենք ունենք մի միտք, անգիտակից միտք, որը որ ստեղծում է մեր շուրջ ամեն ինչ, այն ամենը ինչ որ ժամանակ հավատացել ենք, այն ամենը ինչ որ հիմա ընդունում ենք որպես իրականություն կամ որպես կարա նաև տեղի ունենա եւ այն ամենը ինչ որ մեր անցյալում տեղի ունեցել մեզ հետ։ Այսօր գիշերը, այսօր դեկտեմբերի 29-ն է, այսօր գիշերը լույս առավոտ 3:33 ես արթնացել եմ մի մտքով, շատ հզոր մտքով, շատ սենց բառեր չեմ կարող գտնել բացատրելու, ինչքան ռուսերեն մի հատ բառ կա, ադիրժիմի էի այդ մտքով։ Այնքան սենց ադիրժիմի էի այդ մտքով, որ սկսեցի լսել ինչա գալիս ինձ ու հասկացա, որ գալիս է մի պրոյեկտ, նոր ամբողջովին պրոյեկտ, դասընթացների պրոյեկտ, իդեպ սա երրորդ դասընթացն է լինելու, որի ամբողջ թեմաները, ամբողջ մշակումը, ամբողջ այդ process-ը ոնց է լինելու, ոնց եմ տալու, ինչ տեղեր ենք լինելու, ինչ մարդիկ են գալու, ինչեր են սովորելու, այդ ամբողջը 3:33-ից սկսել է մոտս եւ վերջացել է մոտավորապես 7:40, արդեն առավոտ։ Հարազատներս, քանի որ շատերը տեք դիմել ինձ աշխատանքների համար, եւ ես ժամանակ չեմ ունեցել անհատական աշխատանքների, նորից եմ ասում, որովհետեւ այդ ժամանակը ես ինքս ինձ եմ տրամադրած եղել։ Հիմա բոլորդ ունեք հնարավորություն մասնակցելու իմ երամսյա դասընթացներին նոր պրոյեկտով։ Ուրեմն դասընթացները նախ մի փոքրիկ ուզում եմ ասեմ ինչա լինելու։ Սովորելու ենք կառավարել ամբողջությամբ մեր գիտակցությունը, ընդհանուր մինչև 100%։ Աշխարհում
ամբողջ մոլորակում այս մատրիցայի մեջ միլիարդավոր դոլարներ եւ անսահման չափից շատ անսահման ռեսուրսներ օգտագործվում են միայն մի բանի համար՝ կառավարել մարդկային գիտակցությունը, շեղել այն տարբեր ճանապարհներով, երաժշտություններով, ֆիլմերով, մուլտֆիլմներով, լրատվական միջոցներով, պատերազմներով։ Ինչի, որովհետև մարդկային գիտակցությունը, մարդկային գիտակից ուշադրությունը եւ մարդկային էներգիան տիեզերքի ամենաթանկ ու կարևոր ռեսուրսն է, որովհետև միայն մարդկային գիտակցությամբ եւ մարդկային գիտակցության շնորհիվ ծնվում այս մոլորակի վրա այն ամենը, ինչ որ դուք տեսնում եք ձեր շուրջ։ Հաջողություններ, անհաջողություններ, դղյակներ, աղքատություն, հարստություն, ընդհանուր մինչև մարդ։ Եվ որպեսզի կառավարվի ըստ իրենց ուզած նպատակային ձևով ձեր գիտակցությունը, որի շնորհիվ էլ ձևավորվում է ձեր ենթագիտակցությունը, որը որ բերում է ավտոմատացված գործողությունների եւ մտքերի եւ քայլերի, ծախսվում է միլիարդավոր դոլարներ եւ անսահման ռեսուրսներ կառավարելու ձեր գիտակցությունը։ Սովորելու ենք վերցնել մեր կյանքի ղեկը, մեր ձեռքը, վերցնել մեր կյանքի ամենաթանկ ռեսուրսը, գիտակցությունը, մեր ձեռքը, մենք ինքներս ենք որոշելու ինչի մասին մտածենք, երբ եւ ինչքան։ Սովորելու ենք կյանքի բոլոր հանգամանքների գիտակից կառավարման մեթոդները, ֆինանսական կառավարում, ընտանեկան կամ ընկերական շրջապատների հարաբերություն։ Իմ կարծիքով մարդիկ երջանկության գրավականը շատերը, կարելի ասել մինչև 90% մոլորակի բնակիչների դեռևս կապում են աշխարհիկ նյութական ու ֆիզիկական իրադարձությունների կամ ունեցվածք-չունեցվածքների հետ։ Հարազատներս, ուրեմն իմացեք, որ աշխարհում ամենաթանկ, նորից եմ սա շեշտում, եւ ամենակարևոր ռեսուրսը, որը որ դուք պետքա ունենաք եւ որը որ ձեզանից խլում են, դա միայն ձեր գիտակցությունն է։ Ձեր գիտակից միտքը։ Ուրեմն մտքին, որը որ կառավարվում է իմ կողմից գիտակից, ենթարկվում է նաև տիեզերքը։ Սա ամենակարևոր եւ ամենաճշմարիտ գիտակցություններից մեկն է, որին որ ես հասել եմ այսքան տարիների ընթացքում։ Եվ այն ոչ մեկ ինձանից չի կարող խլել, ինչպես որ կարան օրինակ խլեն բիզնեսը։ Չեմ ուզում այս անկյունից շատ մանրանամ, որովհետև իրականում այո, աշխարհում ոչինչ մեզ չեն պատկանում, ոչ մի բան է եւ ոչինչ մարդուն չի պատկանում, բացի իր գիտակից, հզոր մտքից։ Դասընթացների ընթացքում սովորելու ենք նաև աշխատել մեր մարմնի մեզ տրված շատ մեծ ռեսուրսի հետ, որը կոչվում է էներգիա, էներգետիկ, էներգոմագնիսական դաշտ։ Սովորել ենք կառավարել մեր էներգոմագնիսական դաշտը, որպեսզի մեզանից ոչ մեկ էներգիա չկարողանա խլի եւ որպեսզի մենք ոչ մեկի եւ ոչինչի անգիտակից ինչ որ մի պահ էներգիա
բաց չթողենք, որը որ կազդի մեր կյանքի օրինակ առողջության վրա, տեսողության վրա, ֆինանսի վրա, հաջողությունների վրա։ Սովորելու ենք ճիշտ սնվել, սովորելու ենք ճիշտ մեդիտացիաներ կատարել, սովորելու ենք ամենակարևորը սիրել, սովորելու ենք այս ամբողջը հոգեբանական և հոգեսոմատիկ իմ իսկ կողմից մշակված մեթոդներով, մեթոդներ, որոնք որ ես կիրառում եմ անհատական աշխատանքների ժամանակ, մեթոդներ, որոնք որ կոչվում են գիպնոթերապիաներ, որոնք որ կոչվում են ռեգրես գիպնոթերապիաներ, մեթոդներ, որոնք որ օգնել են բազում մարդկանց, որոնք որ շատերը ցանկություն հայտնել են բարձրաձայնեն, եկել են, ասել են, ոնց են բժշկվել, ոնց են ֆինանսական կողմը բարելավել, ընտանեկան հարաբերությունները եւ շատերը, ովքեր որ նախընտրել են լռել, որովհետեւ դե հանրության դիմաց ներկայանալուց իրանք ամաչում են, բայց սա չի կարևորը իմ համար կարևորը յուրաքանչյուրի ստացածն է, որը որ ես որպես պրավադնիկ կարողացել եմ մարդկանց փոխանցել եւ ես շատ երջանիկ եմ դրա համար, որ ինձ տրվել է այդ շնորհը, որով որ ես կարող եմ պիտանի լինեմ թե ինձ ամենաառաջինը, թե իմ ընտանիքին եւ թե մարդկությանը, բոլոր նրանց, ովքեր որ կարիքը ունեն։ Հարգելիներս, ուրեմն դասընթացները լինելու են 2 շաբթի եւ 5 շաբթի։ Երեկոյան 21:00-ից մինչև 22:00։ Դասընթացների ընթացքում աշխատելու ենք բոլորս միասին մեր չակրաների բալանսավորման վրա։ Աշխատելու ենք մեր գիտակցության, կառավարման եւ մտքերը բալանսավորման վրա։ Աշխատելու ենք մեր ցանկությունները, նպատակները, երազանքները, իղձերը կատարման գաղտնիքների, մեթոդների, աշխատանքների վրա։ Աշխատելու ենք մեր ենթագիտակցության հետ, աշխատելու ենք մեր ենթագիտակցության մեջ եղած բոլոր մանկական եւ մեծ տարիքում ստացած տրավմաների հետ։ Աշխատելու ենք անհատական ձևով յուրաքանչյուրի հետ, անկախ նրանից եթերի ժամանակ, թե եթերից դուրս։ Այս հնարավորությունը եւս ունեք։ Դասընթացների ընթացքում ես ձեզ կտամ շատ կարևոր գաղտնիքներ, որոնց որ ես եմ տիրապետում, որոնք որ ինձ տրվում են թե գրքերով, թե մարդկանցով եւ թե ամենակարևորը իմ բարձրագույն եսով։ Եթե այս ամենը իմ բարձրագույն եսը հիմա ինձ ցույց է տալիս, ուրեմն ժամանակն է, որպեսզի ես նորից լինեմ ձեր հետ, լինեմ ձեր մեջ։ Հարազատներս, կտամ նաև էզոտերիկ թաքնագիտություններ, որոնց մեջ որ կմտնեն էներգիաների կառավարման եւ աշխատանքային ձևերը, որոնք որ կվերաբերվեն միմիայն ձեզ, որոնք որ կծառայեն միմիայն բարի նպատակներով եւ ոչինչ բացի բարի նպատակներից։ Եռամսյա դասընթացների ընթացքում նաև լինելու են հանդիպումներ երևի թե էքսկուրսիայի տեսքով գնալու ենք Հայաստանում շատ կարևոր էներգետիկ նշանակություն ունեցող վայրեր, կատարելու ենք մեդիտացիաներ, տեխնիկաներ, թերապիաներ, լիցքավորվելու ենք։ Լինելու է նաև սննդակարգ հատուկ հարազատներս, նշեմ, որ իմ բոլոր խմբերում ես ունեցել եմ մասնակիցներ, ովքեր որ ունեցել են ուռուցք, ովքեր որ ունեցել են շաքարային դիաբետ, ովքեր որ ունեցել են միգրեն, գլխի ցավ, ովքեր որ ունեցել են ողնաշարի խնդիր, իմ մեթոդների շնորհիվ եւ Աստծու կամոք, Արարչի կամոք։ Այդ ամբողջը, որը մեղմվել է, որը հարթվել է, որը բժշկվել է մինչև վերջ,
եւ այլն։ Ուրեմն դասընթացների ընթացքում լինելու եմ շատ խիստ եւ պահանջկոտ, որովհետեւ մենք պետքա սովորենք վերցնել պատասխանատվությունը մեր կյանքի հանդեպ մեր ձեռքը եւ նկարել մեր կյանքը մեր ուզած գույներով։ Իսկ որpիսի այդ ամենին կարենանք մենք մինչև վերջ մեր ուզած ձևով հասնենք եւ հասանելի դարձնենք, պահանջվելու է միայն ու միայն դիսցիպլինա եւ պատասխանատվություն։ Լինելու է շատ հետաքրքիր, բացահայտելու եք ձեզ ամբողջովին այլ անկյունից, բոլորովին ձեր այլ տեսակը, հայտնաբերելու եք ձեր մեջ շատ հզոր սեր, շատ հզոր լույս, որը որ ունակա լինելու փոփոխության ենթարկել ողջ տիեզերքը, ողջ աստղային եւ արեգակնային համակարգը։ Մի փոքրիկ հավելում այն մասին, թե ընդհանրապես ինչի համար է պետք է սա ամենը։ Հարգելիներս, բոլորակը գնում է դեպի նոր էվոլյուցիա։ Իսկ որպեսզի նոր էվոլյուցիայում մարդիկ համապատասխանեն նոր վիբրացիաներին, նոր հզոր թրթիռներին, նոր հանգամանքներին, ապրեն երջանիկ եւ սիրով, անպայման ծնվում են մարդիկ, ովքեր որ ինպես կհայտնվեն ձեր կյանքում եւ կմեկնեն իրենց ձեռքը։ Հարազատներս, դասընթացները սկսելու եմ 26 թվականի հունվարի 10-ից։ Մեկնարկը լինելու է հունվարի 10-ից։ Դասընթացները լինելու են վճարովի։ Ամսական ընդամենը $100 համարժեք դրամ։ Դասընթացները տևելու են մինչև մարտ ամսվա վերջին օրը։ Բոլոր նրանք, ովքեր որ պատասխանատվությունը կվերցնեն իրենց ձեռքը, ովքեր որ իրենց կյանքի վրձինը կվերցնեն իրենց ձեռքը, ովքեր որ պատրաստ են իրենց կյանքը հիման եւ ապագան նկարել իրենց ուզած վառ գույներով, բոլորից սիրով սպասում եմ երամսյա դասընթացներ Telegram-յան ալիքում, որի լինքը կլինի այս հոլովակի անվան նկարագրության մեջ։ Հարազատներս, բոլոր այն հարցերի համար, որոնք որ կառաջանան, կխնդրեմ գրել անձնական նամակ կամ եթե կցանկանաք մեկնաբանությունների մեջ, որովհետև ձեր նույն հարցը կարա նաև հետաքրքիր լինի եւս ուրիշներին։ Այսքանը։ Սիրով կսպասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ պատրաստ են անցնել խորագիտության ճանապարհով, իրանց կյանքը կառավարման ճանապարհով, ովքեր որ պատրաստ կլինեն անցնեն մեծ եւ հզոր տրանսֆորմացիոն էտապ, եւ առհասարակ ովքեր որ պատրաստ են հասկանալու եւ իմանալու, թե ովքեր ենք մենք որպես մարդ այս տիեզերքի մեջ եւ այս մոլորակի վրա։ Բոլորիդ շատ սիրում եմ, մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք Telegram-յան ալիքում։